Հակոբյան, փաստորեն դուք եւս ընտրությունների արդյունքները վիճարկում եք սահմանադրական դատարանում։ Այո։ Մուտք արեցիք դիմումը, ինչ եք պահանջում։ Պահանջում ենք գնահատական տալ այս զանգվածային ընտրակաշառքին եւ գնահատական տալ դրա ազդեցությունը որքան է եղել ընտրությունների վերջնական արդյունքի վրա, որովհետեւ մենք ունենք համոզմունք, որ այս ամենը ինչ տեղի է ունեցել, դրանք ոչ թե ասենք մի քանի տասնյակ եզակի դեպքեր են, այլ միավորված են միասնական դիտավորությամբ եւ դա հատվածներ են այն ստրուկտուրիզացված, վերտիկալ ինտեգրված համակարգի, հանցավոր համակարգի ձայները գնելուն ուղղված եւ անհրաժեշտ է, որպեսզի արդեն իսկ այս հետաքննվող գործերի հիման վրա տրվի նաեւ իրավական գնահատական դրա ազդեցության ընտրական գործընթացին, որովհետեւ մեզ անհրաժեշտ է հասկանալ մեր օրենսդիր իշխանությունը ըստ այդմ լեգիտիմ է թե ոչ։ Մենք ունենք իրավիճակ, երբ մենք կասկած չունենք նրանում, որ քաղաքական մեծամասնությունը ձևավորվել է մարդկանց ազատ կամ արտահայտությամբ, մինչդեռ փոքրամասնության հետ կապված ունենք լրջագույն հարցեր, որի մեջ նաև առերևույթ տեսնում ենք հանցագործ։ Սա քաղաքական մասով, իսկ իրավական մասով պարոն Մարտիրոսյանը։ Դուք ակնկալում եք, որ նոր ընտրություններ պետք է լինի բաղ։ Մենք ակնկալում ենք, որ կտրվի պատշաճ գնահատական, որից հետո էլ արդեն լուծումներ եւս սահմանադրական դատարանը կառաջարկի, որովհետեւ հիմա շատ կարեւոր է, որպեսզի այս գնահատականներում եւ լուծումներում այդ ամենը լինի այն մակարդակի, որ որևէ մեկի մոտ որևէ հարց չառաջացնի եւ այսպես քաղաքական կողմնապահության մեջ կասկած չլինի որևէ առումով։ Դրա համար մենք թողնում ենք այդ ամենը սահմանադրական դատարանի հայեցողությանը եւ պատրաստ ենք հարգելու ցանկացած որոշում, որը կընդունի սահմանադրական։ Իշխանությունը ասում է, որ ընդդիմությունը կաշառք է բաժանել եւ ընդդիմության ընտրած քաղաքացիների 70%-ը կաշառքով են ընտրել։ Ընդդիմությունն էլ ասում է, որ իշխանությունը կեղծությանը գնացել, հա։ Ինչն է խանգարում, որ նոր ընտրություն լինի։ Այստեղ նախ պետք է այդ գնահատականները հասկանանք որքանով է իրավաչափ։ Դուք հետևել եք ընտրական գործընթացներին, ընտրախախտումներից չեք նկատել։ Ընտրախախտումները մենք ոչ թե քվեարկության օրը, հա, այլ ողջ ընտրական process-ին, որովհետև մեր համոզմամբ մի շարք քաղաքական կուսակցություններ ընդհանրապես պետք է դուրս շպրտվեին ընտրական գործընթացից։ Որ կուսակցությունները։ Բոլորը, ովքեր կապված են Ռուսաստանի հետ եւ զբաղված են ընտրակաշառքից զանգվածային բաժանմամբ։ Բոլորը։ Մի քանիսին կթվեք։ Այո։ Ովքեր են, որ կուսակցություն։ Բացեք հակակոռուպցիոն կոմիտեի այդ վիճակագրությունը եւ այնտեղ ամեն ինչ գրված է։ Իսկ պետական ռեսուրսի օգտագործում այդպիսի ահազանգերել են, էլի։ Այդ ահազանգերը մենք էլ ենք լսել, բայց այդ ահազանգերի ազդեցությունը եւս պետք է գնահատական տա սահմանադրական դատարանը, հասկանում եք, որովհետեւ եթե ընկալումն այսպիսին է, հա, եթե դուք ասենք թե հավանում եք իշխանությանը, ապա դա համարում եք, որ նշանակություն չի ունեցել, եթե դեմ եք իշխանությանը, ապա համարում եք, որ ունեցել է։ Որպեսզի այդ էլ եմ ասում, կողմնապահությունը այստեղ դեր չունենա, ահա Հայաստանի Հանրապետության մեջ կա այսպիսի մարմին եւ մենք եկել ենք այստեղ այդ հարցերը, ձեր տված հարցերը նաեւ պատասխանը համապարփակ ձևով ստանալու համար եւ կրկնում եմ, պատրաստ ենք հարգել ցանկացած որոշում։ Դուք հիշում եք Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ ընդդիմությանը ընտրած քաղաքացիների 70%-ը կաշառք են վերցրել, որ ընտրել են։ Մենք դա համարում ենք քաղաքական գնահատական եւ իհարկե այդ ամենը պետք է ապացուցվի, բայց տպավորությունս այնպիսին է, որ եթե այս ընտրակաշառքը չլիներ, որովհետեւ այնինչ հայտնաբերվել է փոքր մասը, որովհետեւ խոսք է գնում լատենտ հանցագործության մասին, երբ տվողն էլ վերցնողն էլ շահագրգռված են եւ արդյունքում տվողն էլ վերցնողն էլ գոհ են, դա հայտնաբերելը շատ դժվար է, ապա միայն կարելի է պատկերացնել, թե
ինչքան չի բացահայտվել։ Ահա, Եվ դա հիմա ելին, ամբողջ հարցը հետեւյալն է, եթե կան այսքան նյութեր, իրավաբաններ են բարձրակարգ եւ դրա հետ կապված տարբեր տեսակետներ պաշտպանող ներկայացուցիչներ, որոնք եւս իրավաբաններ են, իդեպ մեզ էլ ներկայացնողը, եւս իրավաբան է պարոն Մարտիրոսյանը, այս կարծիքները ներկայացվեն եւ սահմանադրական դատարանն էլ իր ոնց որ ասում են հեղինակավոր խոսքը։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչները ահազանգում են, որ ընտրություններից առաջ 100,000 Ռուսաստանում ապրող հայեր են բերվում, որպեսզի մասնակցեն ընտրության։ Այդ թվերը որքանով ապացուցվեցին։ Թվերը վիճակագրությունը 10,000, եթե չեմ սխալ, ֆակտոր TV-ն էլ գրել էր այդ հոդվածը, որ ընդամենը 10,000 քաղաքացու տարբերություն է եղել նախորդ տարվա համեմատ։ Ահա, բայց հիմա այն մնացած եկողներն էլ եմ ասում, եկել են տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանից։ Դա փաստ է։ Հիմա պետք է հասկանալ այդ իրենց գալը, բերելը, այդ կազմակերպելը, ի վերջո նույն հասարակական կազմակերպությունն էլ նաև FSB-ի անունից, հա, պրանկ եղանակով դիմել է Ռուսաստանի մարզերից մեկի հայ համայնքի ղեկավարի, ներկայանալով որպես FSB-ի իր կուրատոր, եւ հետո պարզվեց, որ նա այո կուրատոր ունի նաեւ, այդքան էլ ճիշտ։ Եվ այս ամենը պետք է եմ ասում գնահատական տեղ։ Բայց քաղաքացիներ են եղել, ովքեր թերթիկի վրա գրել են, գումարը վերցրել ենք, բայց չենք ընտրելու։ Դա էլ է, այո, բազմաթիվ էլի։ Այսինքն որտեղ է երաշխիքը, որ Ռուսաստանից եկած քաղաքացիները միանշանակ ընտրել են ընդդիմությանը։ Ոչ մեկ չի կարող այս պահին սենց 100%-անոց երաշխավորել ոչ այոն, ոչ ոչը։ Իսկ ձեզ համար առնվազն պարզ դարձավ, թե այն տասնյակ հարյուրավոր քաղաքացիների անունները, որոնք հայտնվել էին տարբեր հասցեներում, գրանցման հասցեներում, դա ինչ էր, ինչպես էր ստացվել։ Հետաքննությունը պետք է ցույց տա, դա ինչպես է ստացվել։ Ձեզ մտահոգում է այդ հարցը։ Իհարկե մտահոգում է, Որևէ բան պարզել եք դուք։ Ես չեմ գտել դրա պատասխանը, բայց ես էլ եմ ասում, ինձ մտահոգում է ցանկացած հարց, որը ստվեր է գցում կամ կարող է ստվեր գցել ընտրության վրա, որովհետև ընտրությունները դրանք ոչ թե ուղղակի ինչ որ թվաբանական գործողություն են, հա։ Ամենը, երբ մենք ունենք սահմանադրության մեջ, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Վերջ։ Իշխանության տերը ժողովուրդն է։ Այդ դրույթի իրագործման, իրացման միակ մեխանիզմը դա ընտրությունն է։ Ձեզ համար կուսակցությունների աղբյուրները, հա, ֆինանսական, պարզ է, ակնհայտ է, օրինակ ձեզ Արման Թաթոյանը որտեղից է այդքան գումար ձեռք բերել նախընտրական։ Ես այդ հարցը ես էլ եմ տալիս, չգիտեմ։ Սամվել Կարապետյանը հայտարարել է դիմադի քաղաքական ուժերի համախմբան մասին, ինչ եք կարծում, ինչ կստացվի եւ հնարավոր է դուք եւս միանալ։ Մենք չենք միանա ոչ մի դեպքում Սամվել Կարապետյանի եւ մենք ընդհանրապես համարում ենք, որ Սամվել Կարապետյանը ընդհանրապես չպետք է զբաղվի քաղաքականությամբ եւ պետք է վռնդվի քաղաքականությունից եւ ընդհանրապես նա չի կարող այստեղ քաղաքական ուժ շարժում գլխավորել, ստեղծել, զբաղվել, հա։ Եվ նաեւ մենք համարում ենք եւս մի բան էլի գալով, որ մեր հայցի հետ կապված այդ գնահատականները, որ կտրվեն, դա կլինի նաեւ առաջարկ մեր օրենսդիր իշխանությանը, մեր օրենսդրության մեջ պատշաճ լրացումներ կատարել, որպեսզի նման բան ուղղակի օրենքով արգել։ Բայց ինչու չի կարող նորաստեղծ ուժը, որը 300 նորաստեղծ ուժը, որը կապված է Ռուսաստանի հետ եւ կատարում է Ռուսաստանի պատվերը։ Վերջակետ, Հայաստանում չի կարող Պուտինը լինել ինչ որ ստեղ մարդ ունեցող, հասկանու՞մ։ Սրա մասին է խոսքը։ Չի կարող ուղղակի։ Հայաստանը պետք է պաշտպանվի, պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին, այլ ոչ թե թույլ տա, որ կես միլիոն մարդ թիրախավորվի այդ պուտինյան ուժերի կողմից, հա, եւ հավաքագրվի այս ընտրություններում իբր ոնց որ նորմալ ուժ։ Մենք սա այո վիճակում ենք։
Ընդդիմությունն էլ ասում է արևմտամետ ուժերին ասում են պրո-թուրքական, պրո-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները։ Պրոթուրքականն իրենք են, պրոադրբեջանականն էլ եւս իրենք են, որովհետեւ դա բխում է իրանց ոչ թե ռուսամետությունից, այլ ռուսամտությունից, հասկանում եք։ Ամբողջը գալիս է դրանից։ Ասելով չի։ Ասելով չի։ Դե իրենք հերքում են, որ Ռուսաստանից աջակցություն։ Իրանք պարզակա հերք են։ Իրենք սովորել են Լավրովից 10 բառից 11-ը սուտ ասել, ինչա զարմանում։ Պարոն Մերաբյան, ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե սահմանադրական մեծամասնություն չհավաքի, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Այս Նիկոլ Փաշինյանի այս խոսույթը որքանով է իրականության հետ համապատասխանում, հատկապես վտանգավոր չեք համարում, որ սահմանադրական մեծամասնությամբ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը չհաղթեց։ Ես չեմ կարծում, որ սահմանադրության հարցը այս պահի դրությամբ կարող է հանգեցնել պատերազմ, այնուամենայնիվ։ Երկրորդը նա ասում էր, երբ այս 3 պուտինյան կուսակցություններից որևէ մեկը գա իշխանություն։ Չէ, ասում են, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չկազմենք եւ չեն կազմել ըստ էության։ Հա, ես չեմ համարում, որ այնց պատերազմը հեսա է, բայց ես համարում եմ, որ Հայաստանում թիվ 1 ներքին սպառնալիքը այս ռուսական ուժերն են, որոնք թիրախավորել են թե խաղաղությունը, թե ժողովրդավարությունը, թե պետությունը, թե Հայաստանի նոր գործընկերությունները, ամեն ինչը, նրանք ամեն ինչ արել են եւ անում են, որ Հայաստանը պետություն չլինի։ Հետևաբար մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման քաղաքական ուժ չլինի Հայաստանում։ Թե դե ֆակտո, թե դե յուրե։